Կապանի Վաչագան գյուղն է Խուստուփի ստորոտին։ Գյուղական այս չքնաղ տեսարանի ներքո Կուրկուտի փառատոնի մասնակից 20 խոհարար վարպետներից Կարեն Օհանջանյանը պատրաստում է Կապանյան հայտնի ուտեստը։ Հայաստանը իմանա, որ այստեղ Կապան կա, Կապանում կորկոտ կա, կորկոտի վարպետներ կա։ Կուրկուտի վարպետ Կարենը կաթսայի մեջ հերթականությամբ շարում է տավարի միսը, կարմիր թեփահանած ցորենը կուրկուտը, ավելացնում աղ, ջուր, կարագ եւ պատրաստում թոնրում մի ամբողջ գիշեր։ Առավոտյան Նորաշենիկ համայնքում արդեն 6-րդ անգամ մեկնարկեց Կուրկուտի փառատոնը, որը կազմակերպում է Կապանի համայնքապետարանը։ 2021 թվականին վերջինիս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը Կուրկուտ ծիսական ուտեստի պատրաստման ավանդույթը Կապանում ընդգրկել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, արդեն ամենամյա դարձած Կուրկուտի մեր փառատոնին։ Արդեն 6-րդ անգամն է, ինչ 2019 թվականից սկսած մենք անց ենք կացնում Կուրկուտի փառատոնը։ Փառատոնը միավորում է ընտանիքներին, ընկերներին, այստեղ ժամանում են Կապանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները, հյուրեր Հայաստանի տարբեր անկյուններից եւ արտասահմանից։ Կուրկուտի վարպետներն ու ժյուրիի անդամները համայնքի ղեկավարի կողմից ստացան խորհրդանշական նվերներ, որից հետո ազդարարվեց այդքան սպասված Կուրկուտի համտեսի մեկնարկը։ Կապանի բոլոր նախադպրոցական հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները ջանք չէին խնայել հետաքրքիր տաղավարներով հանդես գալու համար։ Այստեղ ներկայացված էին ոչ միայն վարպետ խոհարարների պատրաստած ուտեստները, այլև տարածաշրջանի բերքն ու բարիքը, տարբեր արտադրատեսակներ, տեղում թխվող լավաշ, քաղցրավենիք ու բուրավետ խոտաբույսերից թեյեր։ Փառատոնի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ մենք այն անց ենք կացնում տարբեր գյուղերում, հատկապես պատերազմից հետո մենք կարևորել ենք փառատոնի անցկացում սահմանամերձ գյուղերում։ Դա ուղղված է գյուղական կյանքի ակտիվացման համար, նաև մեր գյուղացիների առօրյայից կամ առօրյա հոգսերից թեթևացնելու նպատակով, իհարկե նաև ուրախ տրամադրություն պարգևելու եւ ինչպես արդեն ասեցի, ոչ նյութական մշակութային արժեքը կարևորելու եւ պահպանելու համար։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ով հատկապես կարևորեց փառատոնն ընտանեկան ավանդույթների պահպանության առումով։ Երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ այս փառատոնին։ Շատ լավ է, որ համայնքապետարանը նման միջոցառումներ է իրականացնում, ինչն օգնում է մոտ լինել սեփական արմատներին ու ընտանիքի ներսում ջերմ հարաբերությունների ամրապնդմանը։ Փառատոնն այս տարի բարեգործական բնույթ էր կրում։ Կուրկուտի եւ այլ արտադրանքների վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է երիտասարդներ Դավիթի եւ իր քույր Դիանայի երազանքի իրագործմանը, նրանց բնակարանով ապահովելուն։ Գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, նրանք հիմա ներկայությամբ բնակվում են հանրակացարանում։ Ես օրեր առաջ հրավիրեցի երեխաներին եւ հարցրեցի, թե ինչի մասին են իրենք երազում եւ նրանք պատասխանեցին միանշանակ, որ տուն են ուզում։ Երազում են տան մասին եւ մենք այդ օրը որոշեցինք, որ պետք է փորձենք այդ երեխաների երազանքը իրականություն դարձնել։ Ամեն ինչ կարող է փոխվել, եթե մեր կողքին կան մարդիկ։ Փառատոնի հասույթը կազմեց ավելի քան 3 միլիոն 200 հազար դրամ։ Գևորգ Փարսյանը նկատեց, որ սա մեծ նպատակին հասնելու առաջին քայլն է եւ հույս հայտնեց, որ այլ բարեգործներ եւս կմիանան նախաձեռնությանը։ Կապանից Նելի Ավետիսյանը փառատոնին եկել էր իր մեծ ընտանիքի հետ։ Պատմում է, Կուրկուտի պատրաստման վերաբերյալ ջերմ հուշեր ունի, որում գլխավոր հերոսներն իր տատիկն ու պապիկն են։ Ես շատ փոքր տարիքում եմ այդ հիշում, իմ տատիկը հենց հաց էին թխում թոնիրում ու դրանից հետո թոնիրը լավ տաք լինելուց հետո էլ իմ պապիկն էր շատ սիրում ու սենց Կուրկուտի այդ ավանդույթը միշտ մեր ընտանիքում եղել է։ Հիմա ճիշտ է, շատ երկար տարիներ արդեն չկան, բայց այդ հիշողությունները շատ լավ մնացել են։ Ժյուրին նախապես չիմանալով ուտեստների հեղինակներին ընտրեց տարվա ամենահամեղ կուրկուտը։ Լավագույն կուրկուտի հեղինակ ճանաչվեց Կարլեն Մարտիրոսյանը։ Այս տարի փառատոնի ընթացքում սպառվեց 2 տոննա կուրկուտ։ Ես ինձ սիրում ես, դու անիրական գեղեցկուհի, ինչ բան
ոսկերուն ես իսկական թագուհի Փառատոնն ուղեկցվեց երկերաշտությամբ, կատարումներով հանդես եկան Շուշան Պետրոսյանը, Բարբար Բենդը, Արսեն եւ Արթուր Սաֆարյանները եւ Արսեն Գրիգորյանը մրոն, ապահովելով տոնական մթնոլորտ։ Անցկացվեցին նաև մարզական մրցաշարեր։ Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով եւ նվերներով։ Կուրկուտի փառատոնը շարունակելու է միավորել մարդկանց ազգային ավանդույթների շուրջ, զարգացնել համայնքային կյանքն ու զբոսաշրջությունը, ամրապնդելով իր դերը որպես Կապանի այցեքարտերից մեկը։